բավականին համարձակ որոշումներ է կայացնում, դրանցից մեկը Սամվել Կարապետյանի խափանան միջոցով փոխելու որոշումն էր։ Դրանից հետո ինչ կատարվեց ձեզ հետ։ Տեղեկություններ կան, ուզախիթներ են կարգապահական վարույթներ եւ այլն։ Ոչ մի բան, Ճշտումներ չկան, պարոն։ Ոչ մի բան Իշխանությունը հաշտեց ձեր որոշմանը։ Պետրոսյանի եւ երկրների գործիչների հարաբերությունները արդյոք լարվել են նման տեղեկությունները չկա, Ժորժ ջան, նման բան չկա, լարվածություն չկա, ես ինքս առողջ գործընկերային փոխհարաբերությունները բոլորի հետ պահում եմ։ Պարոն Պետրոսյան, դուք համարվում եք նախկին ԿՊ ցուցակում պատգամավոր եք եղել, հետո դատական համակարգում ձեր կարիերան հաջողվեց եւ գործող դատավոր եք հիմա։ Նշում են միջազգային կառույցները, որ դատական համակարգը բացառապես քաղաքականացված է եւ քաղաքական հրահանգով է որոշումներ կայացնում։ Ինձ հետաքրքիր է պարոն Պետրոսյանի գնահատականը միջազգային կառույցների այս գնահատակին որպես գործադատար։ Չեմ գնահատականին, ես ինքս որևէ նման հրահանգ չեմ ստացել, որևէ զանգ դատական ակտ կայացնելով պայմանավորված չեմ ստացել։ Կարող է գիտեմ, որ դուք իրենցն եք, դրա համար չեն զանգում։ Ամեն դեպքում ԿՊ ցուցակում եք եղել նախկին։ Նախորդ անգամ էլ դուք նույնական հարց տվեցիք, որևէ իմ կայացրած դատական ակտ կարող եք մատնանշել, որ կասկած է հարուցում։ Որպես նախին ԿՊԱ-ական, այս միշտ էլ կասկածներ լինում են, որովհետև ձեր եւ իշխանության հարաբերությունները միշտ էլ նորմալ է եղել եւ դեռ շարունակում են ձեզ ԿՊԱ-ական այսպես շրջանակների հետ ասոցիացնել։ Դա նորմալ է, այսինքն դուք արդյոք դրի ձերբազատված եք իշխանության ազդեցությունից։ Նիկոլ Փաշինյան։ Ժորժ ջան, որևէ ազդեցություն չկա, ես չգիտեմ ինչի մասին եք խոսում։ Իսկ ձեր կողմից նշված հանգամանքի հետ կապված ես դատական նիստերից մեկով, գործերից մեկով առավել մանրամասը պարզաբանում տվել եմ, ինձ բացառկեր ներկայացվել, ավելացնելու բան չունեմ։ Ինչ հանգամանքներում է դարձել դպրոցի տնօրեն, ասում են, որ ներքին ձեր կապերն են։ Հիմա որ իր ամուսինը դատավոր է, ինքը իրավունք չունի պաշտոն նշանակվելու, ստանալու։ Ընդհանրապես իր հաստիքի փոփոխություն է տեղի ունեցել, որովհետև իդեպ հարցազրույցի է մասնակցել, երկար տարիներ ինքը դպրոցում է աշխատել։ Իսկ պաշտպանել եք երբևիցե օրինակ այդ ԿՊ ցուցակում եք հայտնվել, որ սա միշտ ձեզ ուղեկցելու է, միշտ ձեզ կապելու են ձեր կարիերայի ընթացքում։ Ինչի համար փոշմանան։ Փոշմանեք, որ հայտնվել եք ԿՊ-ի ցուցակում։ Չեմ հայտնվել, Ժորժ ջան, առաջարկ է եղել, ես տվել եմ իմ համաձայնությունը օրենսդրի մարմնում քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ ներկայացնելու։ Ես չեմ զբաղեցրել այդ պաշտոնը, որովհետև քաղաքական պաշտոն չեմ կարող ձեր հարցին պատասխանել։